անջարեղենի նոր հիբրիդների ու սերմերի փորձարկման ու Հայաստանի գյուղատնտեսության մեջ ուսաբուծության մեջ շրջանացման այդ ամբողջական շղթայում այս տարի փորձարկվել է գարնանային այդ մշակության փուլում փորձարկել ենք հոլանդական Սեմինիս հայտնի ֆիրմայի ջերմատնային պոմիդորի ռույա հիբրիդը ըստ գրական տվյալների այն հիանալի հիբրիդ է արտակարգ բերք ունի գեղեցիկ է համեղ փոխադրունակ սակայն թե ինչպես է իրեն ցույց տվել անմիջական արտադրության մեջ ինչպես է մեր հայաստանյան պայմաններում ահա այդ մասին այսօր կխոսենք եւ կներկայացնեմ ինչպես նաեւ փորձարկվող տարածքի տիրոջ ֆերմերի մեզ քաչ հայտնի Կարինե Ասլանյանի կարծիքը Կարինե ջան, այսօր ջերմատանն ենք եւ ցանկանում ենք ամփոփել նախնական տվյալները, գարնանային մշակության այս արդյունքները, Սեմինիս ֆիրմայի այս ռույա պոմիդորի ջերմատնային հիբրիդի արդյունքները։ Ինչպիսին են, ոնց է մշակություն արժի, չարժի, շուկայական արժեքը տեղ ունի մեր շուկայում, մշակությունը ինչպիսին է, դիմացկունություն, բերքատվություն եւ այլն։ Կարելի ասել բերքատվությունից սկսենք, կարելի ասել ինքը բերքատու սորտ է, դիմացկուն, որակային առումներով ամուր, տեղափոխության համար, հիբրիդը, առավելությունները շատ են, հասունացման շրջանը միջահաս է, կարելի աշունել նույն սածիլը թաղարը դնել, սերմը ցանել, որակային առումներով էլ դիմացկուն է, շոքին, բնական մեր կլիմայական պայմաններին բերքատու է։ Ինչն է ձեր դուրը եկե պտղի, որ շուկա տանում եք, ասենք, դուք արդեն մի անգամ կարծեմ տարել եք շուկա, չեք տարել դեռ։ Այս իսկ sense նայելով, ինչ եք կարծում։ Ինքը բերքը կարող է սպահել մինչև 10 օր, 10-10-ից 15 օր։ Հասունացման շրջանը կարմրելուց մինչև բերքահավաքի կատարելը։ Շուկայի պայմաններում, եթե շուկան անկայուն է, կարող է սպահել քոլի վրա, ասենք, բերքը մնա ջերմատանը, չքաղել։ Դիմանում է։ Ես տեսնում եմ, որ պտուղները շատ վառ կարմիր են։ Այո, վառ կարմիր են։ Այդ բաժակաթերթերը շատ գեղեցիկ, մեր շուկան պահանջում է հատկապես նման կառուցվածքների պտուղներ, ասենք, որ բաժակաթերթերը ուղիղ լինեն, շատ գեղեցիկ են, վառ կարմիր, համեղ են ու ամուր, փոխադրունակ, ինչ կարող եք ավելացնել, սա շուկայում տեղ կունենա, թե ոչ։ Իհարկե կունենա, սա շուկայում տեղ ունի, շատ մեծ չի, շատ մանր էլ չի, միջակել չի, կարելի ասել մեր հողի մեջ ինքը ադապտացվել է։ Սրա քաշը ըստ ինֆորմացիայի, ըստ տեղեկության 200-230-240 գրամ է։ Կարող է եւ ավելի լինի։ Միգուցե ավելի լինի, բայց մեր շուկան հիմա գնում է արդեն միջին, չէ՞, քաշի պոմիդորներին։ Աշնանային սերմը, աշնանային բերքահավաքի ժամանակ սեզոնին ավելի լավ միջահասնա վաճառը։ Ահա, մենք փորձենք նաեւ աշնանային ձեր ջերմատանը, տեսնենք ինչպես կլինի ճաքելու մասին։ Իսկ հիվանդությունների դիմացկունության մասին։ Հիվանդությունների հետ կապված այնքը խնդիր չունի։ Ձեր մոտ նեմատոդ կա։ Դե բոլոր ջերմատներում էլ լինում է։ Այսինքն նեմատոդա դիմացկունություն էլ կա։ Կա, այո, դիմացկուն է։ Հետո ես նկատում եմ ձեր ջերմատունը ցածր է։ Հատկապես նման ցածր ջերմատներում բույսերը շուտ են հիվանդանում, բայց ինքը նորմալ աճել է։ Նորմալ աճել է։ Բերք է տալիս։ Այո։ Դե ասենք ես 4-րդ փնջից հետո ես փոշոտում չեմ կատարել։ Եթե փոշոտում կատարել ինքը էլ ինքնուրույն ինքը փոշոտվել է։ Ինքնուրույն ինքը փոշոտվել է, բերքը կա։ Ամեն ողկույզի վրա 3 հատ 4 հատ կա։ Ես փոշոտում ընդհատել եմ այս հատվածից, փոշոտվածի արհեստական փոշոտումը, իսկ ստեղից այո, իսկ ստեղը արդեն ինքնուրույն փոշոտվել է, կարելի ասել, նորմալ փոշոտում է կատարել։ Դուք սա պահելու եք մինչև աշուն մշակեք, թե չէ, ինքը ինչ կարմրեց, արդեն մենք վաճառելու ենք, նրանից հետո մենք նորից նույն սերմը ցանելու ենք։ Հա, եղավ։ Նորից նույն սերմը ցանելու ենք։ Եղավ, շնորհակալություն, ձեզ հաջողություն եմ ցանկանում եւ խնդրեի, որ ուշադրություն դարձնեք հատկապես շուկայական արժեքի վրա։ Շուկայում էլի կա պոմիդորի տարբեր հիբրիդներ, արդյոք սա տեղ կունենա, թե ոչ։ Ներկա պահին շուկայում պոմիդորը լոլիկը վաճառվում է միջին գներով, ցածր գներով։ Հնարավոր է աշնանը բերքը արդեն առատ լինի ու բերքը բարձր գին ունենա։
լոլիկը։ Այսպիսով, եթե համապոպելու լինեմ, պետք է ասեմ, որ այս հիբրիդը ունի մեծ պոտենցիալ շուկայում առաջնակարգ տեղերից մեկը գրավելու համար։ Ռոյա հիբրիդը ունի առաջինը բարձր բերքատվություն, երկրորդը բարձր դիմացկունություն կլիմայական կտրուկ փոփոխությունների, այսինքն ջերմաստիճանային տատանումներին ջերմատներում, հաջորդը շատ լավ աճում է եւ բարձր եւ ցածր ջերմատներում, հատկապես բարձր ջերմատներում դուք կարող եք ստանալ ռեկորդային բերք։ Պտուղները ունեն վառ կարմիր գունավորում։ Հաջորդը մեր շուկայի գրավիչ կողմերից մեկը, հատկապես մեր շուկայում գրավիչ կողմերից մեջը, գրավիչ հատկանիշներից մեկը մեր գնորդների համար դա բաժակաթերթերի դասավորվածությունն է, որը պետք է լինի իշխանը տարօրինակ է գնորդները նայում բաժակաթերթերի դասավորվածությանը, պետք է լինի համաչափ եւ ահա այս հիբրիդի մոտ դրսևորում է այս լավագույն հատկանիշները։ Պտուղների մոտ չոր նյութերի քանակությունը շատ բարձր է, 4.8-ից մինչև 5.3 հասնում է։ Այնուհետև նեմատոդա դիմացկուն, սակայն վերջնականապես ասելու, որ այս հիբրիդը երկու սեզոնների համար էլ գնում է լավ, կարող ենք ասել միայն աշնանը փորձարկումներից հետո։ Բայց տվյալները ցույց են տալիս նրա արժանինքները, որ պտուղը լինելով միջին մեծության պտուղ 200-ից 225, 230 մինչև 50 գրամ կարող է հասնել, չի ճաքում ամառային եւ գարնանային կտրուկ ջերմաստիճանային տատանումներից եւ կարելի է համոզվածություն ունենալ, որ աշնանը եւս չի ճաքի, եթե ագրոտեխնիկան ճիշտ կիրառվի։ Շնորհակալություն բոլորիդ եւ խորհուրդ կտամ հետեւել իմ ալիքին, որտեղ դուք կարող եք առաջին ձեռքից, այսպես ասած, ստանալ նորություններ Հայաստանում ներդրված եւ ներդրվող նոր սորտերի, հիբրիդների, ինչպես նաեւ պարարտանյութերի, թունաքիմիկատների լավագույն տեսականու եւ դրանց դրական ու բացասական հատկությունների մասին։ Շնորհակալություն։